Ողջույն սիրելի հայրենակիցներ, հարգարժան լրագրողներ, այսօր մենք բարձրագույն դատական խորհրդի առջև ենք եւ դուք գիտեք, որ մեր քարոզարշավը ոչ տրադիցիոն մեթոդներով ենք իրականացնում։ Մենք սահմանադրության առաջին հոդվածով ենք սկսել մեր քարոզարշավը, այսինքն Հայաստանի ինքնիշխանությունը ցույց ենք տվել, ինչպիսին է երաշխից, երբ որ Ադրբեջանը թույլ չի տալիս Հայաստանի ինքնիշխան տարածքում մարդիկ գործարան կառուցեն։ Եվ էլի առաջին հոդվածի վերաբերյալ այսօր իրավական պետության մասին պետք է խոսենք եւ գտնվում ենք բարձրագույն դատական խորհրդի շենքի առջև։ Այս մարմինը Հայաստանի դատական իշխանության ամենաբարձր եւ ամենաանկախ մարմինը պետք է լինի։ Բայց մենք ինչ ունենք։ Վերջին 8 տարիների ընթացքում բոլոր խոստացված բարեփոխումները ձախողվել են եւ այս մարմնի ներկայացուցիչները մասնակցում են վարչապետի ներկայությամբ ինչ-որ ժողովների։ Սա մեկ։ Մյուսը նաև որ վերջին 8 տարիների ընթացքում մենք կարող ենք արձանագրել, որ 5 նախագահ է փոխվել։ Այսինքն 5 անգամ այս մարմնի ղեկավարը փոխվել է։ Ինչը չի խոսում բացարձակապես անկախ մարմին ունենալու մասին։ Մյուս հանգամանքը այս մարմնի նախագահներից մեկը աշխատանքից ազատվել է վարչապետի WhatsApp-ի գրառումով։ Այսինքն որ WhatsApp-ով մեսիջ ա ուղարկել, մարդը հրաժարական ա տվել, վերջում համ վարչապետն է հարցազրույցում ընդունել, համ նախկին ԲԴԽ նախագահ։ Այսինքն ոչ միայն Human Rights Watch-ը, Freedom House-ը, Transparency International-ը եւ մեր ամբողջ ժողովուրդը դժգոհ է դատական իշխանությունից եւ ասում է, որ Հայաստանի Հանրապետությունում անկախ դատական իշխանություն չկա, այլ նաեւ մենք որպես մասնագետ, ես որպես մասնագետ եմ հիմա այստեղ, որպես իրավաբան, որպես փաստաբան, որպես երկար տարիներ Հայաստանում անկախ դատական իշխանության համար պայքարած մարդ, այստեղ եմ ասելու, որ Նիկոլ Փաշինյանը ձախողել է նաև այս ռեֆորմը։ Եվ ինչու հունիսի 7-ին պետքա ժողովուրդը փոխի իշխանությունը, որովհետև չունի արդար անկախ դատական համակարգ։ Եթե նախկինում ցածր աշխատավարձերով էին դատավորները մարդկանց հեռախոսները լսելու թույլտվություններ տալիս, այսօր բարձր աշխատավարձերով են մարդկանց հեռախոսները լսելու թույլտվություն տալիս։ Եթե նախկինում դատավորները խափանման միջոցը կալանք էին ընդունում ցածր աշխատավարձով, այսօր բարձր աշխատավարձով են մարդկանց կալանավորում։ Եվ դուք գիտեք վերջերս եղած կնոջ դեպքը եւ նաեւ ուզում եմ ասել, որ երբ որ խոսում են Հայաստանը Եվրոմիություն տանելու մասին, դա ինստիտուտների մասին է։ Մենք մեր ժողովրդին չենք խափում ասում, թե այս երկիրը տանում ենք Եվրոպա։ Մենք ասում ենք եվրոպական չափանիշներն ենք բերելու Հայաստան։ Դե Հայաստանում եվրոպական չափանիշ լինի, դա նրա մասին չի, որ չգիտեմ Անտոնիո Կոշտան գա Երևանում ելույթ ունենա։ Դա նրա մասին է, որ մանկապղծության դեպքը չի կոծկվում։ Իսկ ինչու է այդպես։ Որովհետև այս մարմինը իր գործը չի անում։ Ինչի՞ չի այս մարմինը իր գործը անում։ Որովհետև այս մարմնի գործն է Նիկոլ Փաշինյանը վերցրել իր վրա։ Այսինքն ինքը վարչապետն է, նախագահն է երկրի, ԱԱՑ պետն է, գլխավոր դատավորն է, ԲԴԽ նախագահն է, ինչ կա ինքն է, կադաստրի պետն է, չկան ինստիտուտներ այս երկրում։ 8 տարի միայն խոսակցություն։ Եվ վերջին բանը ասեմ ու փոխանցեմ Կարպիս Փաշոյանի խոսքը, ուրեմն օրեր առաջ խոսք գնաց, թե մեր բոլոր խնդիրներն են պատճառով, որ մենք չունենք երդվյալ ատենակալների ինստիտուտ։ Ժորժ ջան, անդադար ձախողել ամեն ինչ։ Հետո մի գրքում կամ մի հատ ինչ-որ ֆիլմ նայել ու տեսնել, որ վայ Ամերիկայում երդվյալ ատենակալների ինստիտուտ կա։ Գալ հիմա էլ դրանից խոսալ, որ Ժորժ ջան, մեզ ընտրեք, որ մենք երդվյալ ատենակալների ինստիտուտ ներդնենք, որ անկախ դատարան լինի։ Դատարանները ծանրաբեռնված, մարդիկ անդադար սպասում են արդարադատության, արդարադատությունը ուշանում է, արդարադատություն չի լինում եւ բեց հաշվով ցանկացած մարդու հարցրեք ինչ է մտածում դատարանների մասին։ Ամենավատ ձևով մարդը կարտահայտվի։ Մենք ձեզ ասում ենք, սիրելի հայրենակիցներ, դուք հունիսի 7-ին հնարավորություն ունեք քվեարկելով մեր օգտին ամբողջությամբ վերից վար փոխելու այս համակարգը։ Ուրիշ տարբերակ չկա։ Երբ որ վեթինգ բառը չգիտեին այստեղ մեր պարլամենտում Լուսավոր Հայաստան կուսակցությունը ներկայացրեց վեթինգի կոնցեպտ։ ԿՊ-ն վերցրեց վեթինգի կոնցեպտը եւ ինչ արավ, տապալեց նաեւ վեթինգի կոնցեպտը եւ վերջ։ Խնդրեմ, պարոն Փաշյան։ Այս կառույցի ստեղծումը նախանշվել է 2015 թվականի սահմանադրական բարեփոխումներով։ Մենք գիտենք, որ Սերժ Սարգսյանի ժամանակ չկար անկախ դատական համակարգ եւ 2018 թվականին ես եւ էլի շատ-շատերը դուրս եկանք փողոց, այդ թվում նաեւ թվես այլ բաների, որպեսզի Հայաստանում ի վերջո լինի անկախ դատական համակարգ, բայց ինչ եղավ ի վերջո Սերժի դատարանները փոխարինվեցին Նիկոլ Փաշինյանի դատարաններով եւ
Դատական համակարգը դարձավ կուսակցական արդարադատությանը սպասարկող ինչ-որ համակարգ, եթե միջնադարում կային ինկվիզիցիոն դատարաններ, ապա 21-րդ լուսավոր դարում կան կուսակցական դատարաններ, որոնք ամբողջությամբ սպասարկում են ԿՊ-ին։ Առաջ ՀԿ-ին էին սպասարկում, հիմա ԿՊ-ին։ Սա աղետ է, առանց անկախ դատական համակարգի որևէ պետություն չի կարող արդյունավետ գոյություն ապահովել, առանց անկախ դատական համակարգի չի կարող լինել առողջ քաղաքական համակարգ, առանց անկախ դատական համակարգի չի կարող լինել առողջ բիզնես միջավայր։ Անցած խոսում են ներդրումների մասին, որովհետև լուրջ ներդրող չի ուզենա գա մի տեղում ներդրումներ անի, որտեղ որ չկա վստահելի միջավայր, որտեղ ինքը վստահություն չի ունենա, որ պետությունը կամ կրիմինալը ռեգետի ճանապարհով չի ընթանա, եւ մեր միջավայրում հաճախ են Հայաստանը համեմատում Իսրայելի հետ, եւ հաճախ այդ համեմատությունը խարսխվում է երկրորդական դրույթների վրա, բանակ, պատերազմական միջավայր եւ այլն, բայց առաջին հերթին Իսրայելի հետ մենք պետք է համեմատվենք կամ Իսրայելից պետք է ընդօրինակենք դատական համակարգ, որովհետեւ Իսրայելը Իսրայել չէր լինի, եթե չմնար դատական համակարգ, ազատ դատական համակարգ։ Եվ հիմա Իսրայելի դատական համակարգը այնպիսին է, որ նույնիսկ պրոպաղեստինյան որոշումներ կան։ Այո։ Այսինքն արդյունավետ պետություն ունենալու համար պետք է լինի իշխանությունների տարանջատման սկզբունք եւ պետք է լինեն անկախ դատարաններ։ Եվ ինձ թվում է ինչպես Սերժ Սարգսյանը, այնպես էլ Նիկոլ Փաշինյանը ռեֆորմները մի սխալ տեղից էին սկսում։ Հիմա ըստ էության այս կառույցի ռեֆորմի հետևանքն է, բայց իրանք իրանցից պետք է սկսեին ռեֆորմները, որ իրանք կամովին հրաժարվեին ազդելու դատական համակարգի վրա։ Թե չէ ասեն սիրուն դեմոկրատական փայլով փուչիկներով կառույցներ միշտ կարելի է ստեղծել, բայց բովանդակությունը դատարկ է եւ արդյունքում ունենք կուսակցական արդարադատություն։ Այսինքն պետք է այլ տեղից սկսել ռեֆորմները։ Նիկոլ Փաշինյանը, իրենից առաջնային Սերժ Սարգսյանը պետք է իրենցից սկսեին այդ բարեփոխումները եւ հրաժարվեին իրենց միապետական նկարտումներից։ Դրա համար Նիկոլ Փաշինյանը պետք է հեռացվի իշխանությունից։ Մի բան էլ ասեմ եւ ամփոփենք։ Մի երկրում, որ բարձրագույն դատական խորհրդի անդամները ներքին գործերի նախարարությունից օպերատիվ համարներ են վերցնում դնում իրաց մեքենաների վրա, այդ երկրում կարող է լինել արդարադատություն։ Պատկերացնում եք ինչի մասին է խոսքը գնում։ Օպերատիվ համար են վերցնում դնում իրաց մեքենայի վրա, որ բանը արագաչափը իրանց չտուգանի, որ ասենք պարեկը իրանց չկանգնացնի։ Էսա մակարդակը, այս երկրում դատական իշխանության։ Էսա վիճակը դատական իշխանության։ Եվ սրանով ուզում են այս երկրում բան անել։ Մեզ ասեն արդարադատություն ենք իրականացնելու, արդարադատություն կա կամ բան։ Կա մեկ մարդ, որ որոշում է, ում հեռախոսը լսեն, ում տունը խուզարկեն, ում բիզնեսը խլեն, ում վրա ակտ գրեն, ամիսներով, տարիներով, դատարաններով քարշ տան, որ մարդը վախենա։ Այսօր գործարանները վախենում են ֆինանսական աջակցություն ցուցաբերել քաղաքական ընդդիմադիր քաղաքական ուժերին։ Եվ մի բան էլ ասեմ։ Սահմանային անցակետի կնիքի վրայից կառավարությունը որոշեց ապօրինի իմ կարծիքով Արարատ լեռան սիմվոլը հեռացնել։ Ես դիմել եմ դատարան, դատի եմ տվել։ Դատարանը որոշել է, որ գրավոր ընթացակարգով պետք է քննի, որ չգնանք այդ խայտառակությունը լուսաբանվի։ Մարդիկ գան դատարանի մոտ, այդ խայտառակությունը այդտեղ չերևա, որոշել են, որ պետք է լինի գրավոր ընթացակարգով։ Ու ձեն, ձուն չկա, ինչին են սպասում։ Սպասում են, որ զինանշանի վրայից էլ հանեն։ Այդ որ հանուն Հայաստանի Հանրապետության վճիրներ են կայացնելու։ Այդ հանուն Հայաստանի Հանրապետության որ զինանշանով ուզում է ջիր կայացնել։ Պատկերացնում եք դատարանը որոշելու է հանուն Հայաստանի Հանրապետության մերժել բնականաբար մեր դիմումը։ Սակայն այն կնիքի վրա, որ դնելու այդ որոշման վրա, Արարատ լեռը նոյան տապանով կա։ Ոնց եք էլի մերժելու, ոնց եք քննելու այդ գործը։ Կալանավորելու թեմա լիներ, օրինակ Պարոն Մարուկյանը, շատ արագ կկալանավորեին։ ամեն ինչ կանեին, այստեղ ոտները կախ են գցում, ծրում են։ Այսինքն ես ինչ եմ ուզում ասեմ, որ այս դատական իշխանությունը հայ մարդու ինքնությունը պաշտպանելու մասին չի։ Հայ մարդուն, հայ քաղաքացուն գաղտնալսելու, խուզարկելու, կալանավորելու, բանտարկելու մասին է։ Սրա մասին է։ Այսքանն ենք ուզում ասել, օպերատիվ համարներով ԴԳՆ-ից վերցրած բարձրագույն դատական խորհրդի մասին, որը իբր թե ինքը մտածում է, որ իրանք ուժեղ, անկախ դատական համակարգ ունեն։
Սա ամոթ է, սա խայտառակություն է։ Այսքանը, եթե հարցեր կան։ Կներեք, էլի կարող եք նշել մի քանի այլ առաջնահերթություններ, նշեցիք լավ դատական համակարգը, այլ առաջնահերթություններ։ Այլ առաջնահերթությունը հետևյալն է, նայեք։ Պետությունը ունի պոզիտիվ պարտավորություններ եւ նեգատիվ պարտավորություններ։ Այս համակարգի վերաբերյալ պետությունը պետք է նայողնես ձեռնպահ մնա իշխանությունը միջամտելու գործերի։ Մենք ինչ ենք տեսնում։ Ոչ իրենց ոչ սրտի դատավորներին կարգապահական վարույթներ չհարուցել։ Այսինքն որ իրանց կողմից է, ասենց ասեմ։ Ինչ խախտում ուզում անի կարգապահական վարույթներ չի հարուցվելու։ Ով որ իրանց կողմից չի, ինչ որ հարցերում որոշակի ինչ որ նշույլ անկախություն է ցուցաբերում, այդ մարդկանց նկատմամբ կարգապահական վարույթներն ասում ու ասում են վեթինգ արեցինք, ազատեցինք այս բանը։ Հիմա նոր նշանակում կլինի, բան։ Եվ առաջնահերթությունը հետևյալն է, առաջինը չմիջամտել դատական իշխանության գործերին։ Երկրորդը չստեղծել մի այնպիսի համակարգ իրավիճակ, որ դատական իշխանությունից ինչ որ մեկը օպերատիվ համար խնդրի, իրան օպերատիվ համար տան դնի իր ավտոյի վրա։ Դա ի՞նչ խայտառակություն է։ Երրորդը իրական ռեֆորմներ իրականացնել, որ եվրոպական չափանիշներ ներդրվեն, որ ունենանք իսկական դատարաններ։ Հիմա ասեք դուք պատկերացնում եք ինչ բնույթ է կրում մարդկանց հեռախոսները գաղտնալսելու հարցը։ Ինչ բնույթ, պատկերացնում եք ինչքան օրական մենք բանը գաղտնալսումներ ենք լսում։ Մեկը չի հարցում, լավ, ես ո՞նց եք լսել։ Ես որտեղից եք լսել։ Մարդկանց անձնական կյանքի վերաբերյալ։ Վերջին հաշվով պետությունը մի քանի ֆունդամենտալ բաների վրա է կառուցված։ Սեփականության իրավունք, անձնական կյանքի հարգում, խոսքի ազատություն։ Մենք բլոգերներ ունենք, ովքեր դատարանի որոշմամբ իրավունք չունեն Facebook-ում պոստեր անել։ Այս բարձրագույն դատական խորհրդի անդամներն ինչ են մտածում։ Ժողովրդավարական երկրում դատարանը կարա որոշի բլոգերների խոսքի ազատությունը սահմանափակի։ Տնային կալանք են տվել, բայց արգելել են որևէ ձևով եթեր մտնել, խոսել, հարցազրույց տալ։ Դա ժողովրդավարական երկիր է։ Ըստ էության պետք է հասկանալ, որ քաղաքացիները ոչ թե վախենան դատարաններից, ցածուցածներով որ բոլշևիկյան պատժիչ մեխանիզմի հետ, այլ կարողանան դատարաններում խնդրել արդարադատություն, արդարություն ամենակարևորը։ Մենք ենք շնորհակալ լուսաբանելու համար։ Հաջորդ մեր սիմվոլիկ խորհրդանշական վայրը մենք հրապարակենք, թե որտեղ ենք լինելու եւ մեր ժողովրդին ինչ ուղերձ ենք տալու։ Այսօրվա մեր ժողովրդին տրված ուղերձը հետեւյալն է։ Ժողովուրդ ջան, դուք հնարավորություն ունեք հունիսի 7-ին ձեր քվեարկությամբ ունենալու անկախ դատական համակարգ, որ ձեզ դատարանների բակերում չտանեն բերեն ամիսներով, վճիրներով ձեռքներիդ որևէ ձևով արդարադատության չհասնեք, որ ձեզ չլսեն ապօրինի, որ որևէ իշխանություն չմտնի ձեր տուն, ձեր անձնական կյանք, այն մնացած բաներն են։ Բիզնեսը չխլեն։ Եվ բիզնեսը չխլեն, հա։ Ամենակարևորն։ Չվախենաք, ասենք, էլի մի հատ ձեր ընդդիմադիր ընկերոջ կողքը կանգնեք, վախից որ կարող գան մի հատ նենց ակտ գրեն, հետո տարիներով դատարաններով գնաս։ Այդ ակտի իման վրա տանեն կալանքի։ Քրեական գործ հարուցելով։ Բա։ Լավ որ բոլորին։ Մերսի։